Ծաղիկներ, փուչիկներ, տոնական տրամադրություն, գիտելիքի օր ավանդաբար նշում են Ստեփան Շահումյանի անվան համար 5 դպրոցում։ Երեխաները 3 ամիս լավ հանգստացել են, նույնիսկ հասցրել են կարոտել ընկերներին, ուսուցիչներին ու հարազատ դպրոցը։ Դրա համար սեպտեմբերի 1-ին հանգամանորեն են պատրաստվել նոր զգեստ, նորաձև սանրվածք։ Երեկվանից պատրաստվում եմ եւ շատ ուրախ եմ, որ եկել է սեպտեմբերի 1-ը, քանի որ շատ էի սպասում։ Մազեից պատրաստությամբ եմ զբաղվում, եկե հագուստից։ Այստեղից չեմ ընտրել իմ հագուստը, գնացել եմ Վանաձոր ու ծնողներիս օգնությամբ եմ ընտրել։ Ուրախ եմ, որ դպրոցները սկսել են եւ հուսով եմ, որ այս տարի լավ կսովորեմ։ Այս տարի ողջույնի խոսքերն են փոքր-ինչ փոխվել։ Դպրոցի տնօրենը աշակերտներին, ծնողներին ու մանկավարժներին ողջունում է արդեն որպես ավագ դպրոցի տնօրեն։ Այս սեպտեմբերը համար 5 դպրոցի համար հյուրատիպ էր նրանով, որ վախվորած ու շփոթված հայացքով առաջին դասարանցիներ չկան։ Փոխարենը դպրոցը 46-10-րդ դասարանցի է ընդունել։ Արմինե Ծատուրյանը Բաղրամյանի համար 10 դպրոցից է եկել։ Նոր դասընկերների հետ արդեն հասցրել է ծանոթանալ։ Այդքան էլ անսովոր չի, բայց դե բնականաբար անսովոր, որտեվ նոր շրջապատ է, անծանոթ մարդիկ, մամանտ ուսուցիչները, որ իրանց հետ շփում չեմ ունեցել, մի քիչ դժվար կլինի, բայց կսովորենք այս ամեն ինչին։ Կեսի շատի հետ ծանոթ ենք տես, մոդիկ ենք, ընկերություն ենք անում, նոր աղջիկներն են, նոր կամանց կծանոթանանք էլի։ Հենց ավելի հեշտ է, որովհետև առանց քննության ես գնում ու խորացված ես ու ուզած առարկաներ սովորում էլի։ Դու ինչ ես հումանիտար ուսուցիչ ընտրել։ Ես ուզում եմ գնամ իրավաբանական, դրա առարկաները ստեղ են, դրա համար ստեղ եմ։ Ավագ դպրոցում աշակերտները տարբեր հոսքերում են սովորելու հումանիտար ու բնագիտամաթեմատիկական։ Հոսքերն արդեն բաժանվել են, նոր դասացուցակներ է կազմվել, կրթական նորամուծությանը տնօրենը լավատեսորեն է նայում։ Նոր ուսումնական տարում դպրոցը նախկին շրջանավարտներից համակարգիչներ ու նոր սպորտային գույքներ ստացավ։ Դպրոցին իհարկե ձեռնտու է, որովհետև ավագ դասարաններում բոլոր դասավանդող մանկավարժները ստանալու են 15-18% ավել գումար, աշխատավարձին ավելացած գումար են ստանալու եւ իհարկե դպրոցը բավականին հագեցված է լինելու, դպրոցին համակարգիչներ, լաբորատոր սարքեր, հիմնախնդիրներ են դպրոցի լուծվելու։ Իհարկե, սա մեծ ծրագիր է շարունակական, որ կարծում եմ անպայման շատ լավ կլինի։ Համար 2 դպրոցում այս տարի ընդամենը 1 առաջին դասարան է բացվել։ Սպասումներն ավելի շատ էին, բայց անհրաժեշտ թվաքանակը չի ապահովել։ 31 աշակերտներ ավարտեցին 9-րդ դասարանը, գնացին տարբեր ուղղություններով՝ ավագ դպրոց, քոլեջ, պետական, տարբեր քոլեջներ, չեմ կարող ասել դեռ տեղը լրիվ չգիտենք, բայց գնացին տարբեր ուղղություններով, ուսումնական տարբեր հաստատություններ, դրանց փոխարեն առաջի դասարան ընդունեցինք մենք 33 աշակերտներ։ Դեռ այսօր վաղը հնարավոր է էլի կգան, բայց չեմ ասում, թե տարբերությունը շատ մեծ էր։ Չնայած սպասում էինք, որ ավելի շատ աշակերտներ կընդունենք առաջի դասարան։ Պատճառը չգիտեմ, չեմ կարող ասել։ Երեխաների թվաքանակը երևի քիչ էր։ Նոր ուսումնական տարում դպրոցը նոր մարդադահլիճ ու նոր գույք ունի։ Հույս ունեմ, որ ընդհանուր շենքն էլ կնորոգվի։ Մինչ այդ առաջին դասարանցիները քաղաքապետարանի ու Մանես հիմնադրամի կողմից ստանում են իրենց նվերները, պայուսակ ու գրենական պիտույքներ ու պատմում տպավորությունների մասին։ Հասարել եմ գերազանցիկ։ Ինչ ես Հարսավի տարերը գիտեմ։ Ամենը տնային տեմ գրի։ Նատալիա Ուսյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։